Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Արտակ Արգև լիազոր դեսպան Ավետ Ադոնցի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Ադոնց, փորձենք ամփոփել շաբաթը, ազդակները, որոնք Հայաստանի իշխանությունները հղեցին ապրիլ 24-ի առնչությամբ եւ այն ազդակները, որոնք ստացանք նաեւ Անկարայից ու այս առումով կարծես ունենք հռետորաբանության եւ բովանդակային համընկնում։ Այո, շաբաթվա իհարկե ամենակարևոր կետը, թե արտաքին քաղաքական օրակարգը հաշվի առնելով թե ներքին, իհարկե ապրիլ 24-ն էր, 110-րդ տարելիցը, որի շուրջ հայոց ցեղասպանության օրակարգի շուրջ նաև կարելի ասել բազմաշերտ քաղաքական, այսպես ասած, ենթաօրակարգեր են կառուցված։ Նու առաջինը եւ ոչ միայն արտաքին, բայց նաեւ ներքին իհարկե։ Արտաքինի հետ կապված ազդակն այն է գոնե մեր այսօրվա իշխանությունների կողմից, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը այլևս արտաքին քաղաքական առաջնայնությունների շարքում չի եւ անշուշտ հաշվի առնելով նաեւ այդ եղան տարբեր, չեմ ասում վերջին շաբաթվա ընթացքում, եղան տարբեր հայտարարություններ, տարբեր մտքեր են հնչեցվել, թե արդյոք դա եղել է ցեղասպանություն, թե չէ, ինչու եղել եւ դեռ պետք է ճշտել դրա պատճառները, այսինքն արվում է ամեն ինչ, որպեսզի հայոց ցեղասպանությունը, մասնավորապես ճանաչումը այդ ոճրագործության, դրա որակը եւ մակարդակը ել ավելի իջեցվի, գոնե առնվազն միջազգային օրակարգում, որովհետև վերջին սկսած 1998 թվականից հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձել էր արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը եւ թե մեր բոլոր դիվանագիտական օղակները, ինստիտուտները, դեսպանությունները, արտգործնախարարության գլխավորությամբ, թե սփյուռքյան կազմակերպությունները լծվել էին այդ գործին, մեր լոբիստական կազմակերպությունները եւ արդյունքները իհարկե շոշափելի էին թե քանակի առումով երկրների քանակի առումով, որոնք որ ճանաչեցին, եւ թե որակի առումով, որտեղ արդեն գնում էր նեգոսիանիզմի, այսինքն այդ քրեական պատասխանատվությունը, պատասխանատվության հարցը, որ ոչ ասի, օրինակ Ֆրանսիայի պարագայում, որ ոչ ասի հայոց ցեղասպանությունը, ապա ժխտումը ակրորեն պատժելի է, բազմաքանակ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, միջազգային մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների այդ ձևաչափի շրջանակներում այդ հարցը համար մեկ հարցերից մեկն էր։ Այսօր իրավիճակը այլ է, այսինքն դա կապված է իհարկե թե ինչպես պետությունը կամ իշխանությունները այս կամ այն պետության առաջ տանում մասնավորապես ցեղասպանության ճանաչման հարցը, ակնհայտ է եւ շոշափելի է, որ իրականում այլևս առաջնայնություն չի եւ այն երկրները, որոնք ճանաչել են մի փոքր տարակուսանքի մեջ են, արդյոք ճիշտ են կարել ճանաչել ենք թե ոչ, իսկ այն երկրները, որոնք չեն ճանաչել, որևէ մեկը չել աշխատում այդ ուղղությամբ իրանց հետ։ Նույնիսկ տեղեկություններ կա, որ մեր դիվանագիտական կորպուսին հրահանգ է իջեցվել, այնպես անել, փորձել ազդել, համոզել մեր ազգային կառույցներին Սփյուռքում, որ ոգեկոչման միջոցառումների ժամանակ նույնիսկ չհիշատակեն Օսմանյան կայսրությանը, ել չեմ ասում ժամանակակից Թուրքիային։ Չեմ կարող հաստատել այդ փաստը, իրականում չեմ կարող հաստատել, որտեղ այդ հանձնականը կամ ինստրուկցիան, այսպես ասած, չեմ տեսել,
Բայց խորհրդարանում լսել եմ նմանատիպ մի ինչ-որ կարծիք, որը հնչեցվել է խորհրդարանի ամենաբարձր պաշտոնյաներից մեկի կողմից, որ անձամբ ինքը ինչ պարագայում, անձամբ ինքը կգնա Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ անձամբ կխոսի հայ լոբիստական կազմակերպությունների հետ նվազեցնելու ճնշումը, բայց սա միայն ճնշման հարց չէ, սա մի փոքր փորձեմ ավելի ընդլայնված կերպով ներկայացնել, բայց համառոտ։ Առաջինը, սա պրևենտիվության հարց է։ Այսինքն միջազգային ճանաչումը հայոց ցեղասպանության, սա մի գործիք է, ճանաչումը ես նկատի ունեմ, որը պրևենտիվ բնույթ ունի նմանատիպ ոճրագործություններ, հանցագործություններ կանխարգելելու առումով։ Երկրորդը, որը նաև շատ կարևոր է մեզ համար, սա նաև միջազգային ճանաչման հարց է հայոց ցեղասպանության, մեր արտաքին կամ անվտանգային օրակարգի անբաժանելի մաս էր, որովհետև այն ճնշումը, որը գործադրվում էր Թուրքիայի վրա, հա, իսկ վերջնական դրա նպատակը միջազգային ճանաչման գործընթացի, որպեսզի Թուրքիան ինքը ճանաչի իհարկե այդ փաստը, դա ստիպում էր Թուրքիային վարել իր ռեգիոնալ կամ տարածաշրջանային քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Հայաստանին վերաբերող արտաքին քաղաքականությունը մի այլ կերպ, ինչ-ինչ սուր հարցեր, ինչ-ինչ բաներ շրջանցելով, ավելի զգուշավոր, անշուշտ ավելի զգուշավոր, հիմա այսօր դուք եթե ուշադիր նայեք Թուրքիա Ֆիդանի, Թուրքիա արտգործնախարարի հայտարարությունը կամ Թուրքիայի նախագահի հայտարարությունը ապրիլ 24-ի հետ կապված, որակապես տարբերվում են նախորդ տարիներում իրենց իսկ կողմից հնչեցրած հայտարարություններից։ Այսինքն սա Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար նաև գործիք էր։ Հիմա այդ գործիքն էլ ենք, դրա նշանակությունն էլ ենք, դրա որակն ու այսինքն հրաժարվում ենք այդ լծակից։ Հա, փաստորեն ստացվում է, որ մենք հրաժարվում ենք նաև այդ լծակից։ Ու տեսեք, պարոն Ադոնց, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ է խոսում այն մասին, ինքը անձամբ, որ դե տարբեր երկրներ փորձում են իրենց շահերի համար օգտագործել, երբ որ շվեյցարահայ համայնքի հետ հանդիպում էր, ասում էր հասկանանք ինչու նախկինում այդ հարցը չէր ծագել, ծագեց այսինչ ժամանակահատվածից լակներն ուղում էր Խորհրդային Միության վրա, ըստ էության ակնարկելով, որ այդ հարցը նաև շահարկվել է, օգտագործվել է, բայց հասկանում ենք, որ տարբեր երկրներ այո, իրենց շահերից հաշվի առնելով, ելնելով օգտագործել են հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներգործելու Թուրքիայի վրա, բայց դա նաև մենք ենք օգտագործել որպես պետություն եւ հետապնդել ենք մեր շահերը։ Հիմա ստացվում է Հայաստանի իշխանությունը ուղղակի կամավոր հրաժարվում է այդ գործիքից։ Դա ճիշտ այն է, ինչ ես փորձեցի ներկայացնել, կարծիքս ներկայացնել, իսկ եթե վերադառնանք սովետական միությանը, ապա սովետական միության բնույթը, հա, շատերը ասում են տոտալիտար երկրի բնույթը հաշվի առնելով, նույնիսկ այդ պայմաններում, երբ որ կառուցվեց այն հուշարձանը, ուր մենք այցելում ենք ամեն տարի, առնվազն ամեն տարի ապրիլ 24-ին, դա արդեն այնպիսի մի ձեռքբերում էր, որ կարծեմ թե պատկերացնում եք հիմա եթե փորձեինք կամ նպատակ ունենային կառուցել նմանատիպ հուշարձան, հա, իշխանությունը հաստատ թույլ չէր տա։ Դրա համար, այսինքն նույնիսկ սովետական միության ժամանակ այդ տոտալիտար ռեժիմի ժամանակ հաշվի էր առնվում տվյալ պարագայում հայ ազգի կամ հայկական սոցիալիստական, սովետական հանրապետության բնակչության կարծիքը, իսկ կարծիքը ցեղասպանության մասին այնքան
միամուր էր ու միաձայն, որ այլ ընտրանք չկար, քան թույլ տալ կառուցելը այդ չնայած այս ամբողջ հակաքարոզչությանը, պարոն Ադոնց, մենք տեսանք ապրիլի 23-ին բազմամարդ եւ ազդեցիկ ջահերով երթ եւ այդ առումով այդ կարծիքը կարող ենք ասել չի փոխվել ու տեսանք հակազդեցություն Անկարայից, հակազդեցություն Հայաստանի իշխանությունից, որը իր խոսնակի միջոցով դատապարտեց այդ դրոշներն այրելու արդեն ավանդական կարող ենք համարել, եթե օգտագործեմ այս բառը, արարողությունը, որը յուրատեսակ քաղաքական ակցիա է եւ իհարկե Փաշինյանը լուր էր, երբ Ալիևը քայլում էր Արցախի դրոշի վրայով։ Իհարկե, այսինքն այստեղ դուք նշեցիք Հայաստանի Հանրապետության պետական դրոշի վրայով քայլելը եւ քարլրությունը հայկական պաշտոնական միջավայրում եւ այս Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներ վառելը, այրելը, այսինքն որքան որ անմիջապես արձագանք ստացավ պաշտոնական շրջանակներից։ Դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ նույն Բայրամովը, արտաքին գործերի նախարար Ադրբեջանի, նույնպես, այսինքն միայն չեմ կարող ասել դա որպես միայն քննադատություն, նա առաջարկել է որպեսզի միջազգային դատարանը եւ միջազգային իրավական ատյանները, այսինքն անդրադառնան սրան եւ այո, իրավական պատասխանատվության հարց է բարձրացվել եւ կլինեն հետեւական, հա, հիմա սա ես գիտեք դրոշ այրելը լավ բան չի, բոլոր դեպքերում լավ բան չի, բայց հաշվի առնելով այն ինչ տեղի ունեցել 15 եւ այդ ժամանակաշրջանում, հա, հաշվի առնելով պատերազմը, հա, տեղի ունեցած իսկ պատերազմը 44-օրյա բոլորս գիտենք, նորից չսկսեմ պատմել, բացատրել, որ դա միայն ադրբեջանցիները չէ, որ պատերազմում էին, իրանք պատերազմում էին Թուրքիայի հրամանատարների ղեկավարության ներքո եւ Թուրքիայի օգտագործելով Թուրքիայի ռազմական գործիքակազմը եւ ներուժը։ Հիմա այս պայմաններում ապրիլ 24-ին ինչ որ ձևով էմոցիացուց չտալ, հա, չլիներ նրա տեղը որ ինչ որ ձևով աչքերը փակվի, ինչ որ ձևով, այսինքն ողջունվեր, նույնիսկ չողջունվեր, գոնե լռություն լիներ այդ այրումի, այսպես ասած, մասին անմիջապես, հա, այսինքն ժամանակ պետք չէր մտածելու, երկու անգամ մտածելու, մի անգամից հայտարարություն եղավ եւ քննադատվեց։ Նո, սա համահունչ է այն արտաքին երևի ավելի նեղ ասեմ տարածաշրջանային քաղաքականությանը, որը վարում է այսօր Հայաստանի եւ այս թեման ամփոփելով կխնդրեմ մեկնաբանել նաեւ Թրամփի ուղերձում ցեղասպանություն տերմինի բացակայությունը, սա պայմանավորված է այդ թվում Հայաստանի իշխանության դիրքորոշումներով եւ իհարկե հավանաբար նաեւ թուրք-ամերիկյան հարաբերություններով։ Գիտեք, անմիջապես դուք թե հարցը հնչեցրեցիք եւ թե անմիջապես բացատրենք դրա խորությունը։ Հա, հիմա Թուրքիայի 20 թվականին, եթե չեմ սխալվում, 20 թվականին Միացյալ Նահանգների երկու պալատները ճանաչեցին, հա, հայոց ցեղասպանությունը։ Կարծես թե դրանից հետո պետք էր աշխատել ճանաչման գործընթացը կամ ճանաչման, այսպես ասած, հարցը Ամերիկայում ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, օրենքի մակարդակին հասցնելու համար, ինչպես դա եղավ Ֆրանսիայում, ենթադրենք։ Բայց չէ, եղավ պատերազմ, պատերազմից հետո ակնհայտորեն սկսեցին արտաքին քաղաքականությունը, այսպես 180 աստիճանով փոխվեց թե Թուրքիայի հետ կապված, թե Ադրբեջանի հետ կապված եւ ընդհանրապես տարածաշրջանում հարևանության հետ կապված մեր արտաքին քաղաքականությունը փոփոխություններ ապրեց
Հիմա եթե կան այդ փոփոխությունները, իսկ ամերիկացիները տիրապետում են, հա, իրավիճակին, թե ստանում են ինֆորմացիան թե իրենց դեսպանություններից, թե Երևանում, թե Բաքվում, թե այլ երկրներում, եւ թե իհարկե համապատասխան աշխատանքներ են տանում նաեւ մեր սփյուռքյան կազմակերպությունների հետ, հասկանում են, փորձում են հասկանալ, թե ինչպիսին է միջավայրն այնտեղ, հա, փորձում են հասկանալ, թե ինչու օրինակի համար Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն այսպես ասած միամուր բարձրացնում մեր ռազմագերիների հարցը Բաքվում, այս ամեն ինչը մի զամբյուղի մեջ է, հա, քննարկում են, վերլուծում են այդ զամբյուղը եւ եթե կարելի է չասել ցեղասպանություն կամ չհնչեցնել այդ բառը, իսկ ինչու հնչեցնել Ստեղ արդեն ձեր ստորակետից հետո ձեր երկրորդ միտքը հաշվի առնելով նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների, մասնավորապես այսօրվա որակը, ես չէի ասի թուրք-ամերիկյան հարաբերությունների այսօրվա որակը, բայց երկու լիդերների միջև եղած հարաբերությունների, իսկ ես այսօրվա միջազգային քաղաքականությունում իմիջիալոս Տրամպի գա վերադառնալով, հա, Սպիտակ տուն, այնուամենայնիվ նոր տրենդեր են առաջարկվել եւ արդեն իրականություն է դառնում միջազգային քաղաքականությունում, այսօրվա գոնե վիճակով դրությամբ ուժեղ մարդկանց ուժեղ անհատների ժամանակաշրջան է ապրում միջազգային օրակարգը Հիմա սա է իրավիճակը Պարոն Ադոնց հետաքրքիր միտք ասացիք ու մոտեցաք իմ երևի հաջորդ թեմային ուժեղ անհատների քաղաքական մեծ խաղում ունենք Նիկոլ Փաշինյանով Հայաստան բազմաթիվ խնդիրներ կենսական խնդիրներ սահմանին անհանգիստ վիճակ, Հայաստանից օկուպացված տարածքներ, չլուծված հարցեր, գերիներ Բաքվում եւ այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանով Հայաստանը այդ մեծ խաղում ինչ դիրքերում է։ Գիտեք, ես բացարձակ այն կարծիքին չեմ, որ եթե պետությունը կամ երկրի տարածքը կամ չափերը փոքր են, ուրեմն անհատը նույնպես պետք է փոքր լինի եւ թույլ լինի ես նկատի ունեմ այն անհատին որը կանգնած է բուրգի գլխին հա այսինքն իշխանությունն է ղեկավարում կամ կառավարության գլուխն է բացարձակ ոչ մենք տեսանք թե ինչպիսի ուժ ցուցաբերեց օրինակի համար Վրաստանի հա Վրաստանի իշխանությունները ինչպիսի ուժ ցուցաբերեցին Չնայած այն բոլոր ճնշումների, որոնց ականատեսն էինք մենք եւ որոնց հետևում էինք ամենօրյա ռեժիմով, ինչու որովհետեւ մեր անվտանգությունը շատ ու շատ կախված է եւ կապված է Վրաստանի անվտանգության հետ շատ անգամ ասում էինք որ մենք ավելի շատ հետաքրքրված ենք որ լինի անվտանգ Վրաստան քան Հայաստան, որովհետև մի փոքր բան այնտեղ տեղի ունենում, ոչ կայունություն, ինչ որ անկայուն վիճակ է լինում, դա անմիջապես անդրադառնում է Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ մեզ մոտ այսպես լխտիկ, այսպես ասած, իրավիճակը, թե ներքին քաղաքականությունում Ну, բացառությամբ իհարկե, որ մենք մեզ մոտ ուժեղանում են այսպես ոստիկանությունը, այս կարգի մարմինները, մնացած տեղերը չեմ կարող ձեռք տալ, չեմ կարող տեսնել, հա, որ մենք փորձում ենք այնուամենայնիվ զբաղվել մեր պետության, մեր երկրի եւ ինչու ոչ մեր հայրենիքի համար անհրաժեշտ պետական ամրությունները ձևավորելով նորովի եւ դրանք ամուր դարձնելով այդ ամրությունները առաջին հերթին վերաբերում են անվտանգության դաշտին ռազմական բանակ ռազմական ենթակառուցվածք ինչու ոչ հասարակական ամրությունները ինչու ոչ պետական կառավարման ամրությունները դրանք այն կրիտերիաներն են որոնց միջոցով այս կամ այն մեծ երկիրը կամ այս կամ այն
միջազգային կազմակերպությունը գնահատում է այս կամ այն երկիրը, հա, այդ տնտեսական տվյալներով, մակրո տվյալներով եւ այլն, արդեն դրա շրջանը անցել է։ Իհարկե նայում են, որքան է GDP-ն, որքան է դեֆիցիտը, բյուջեի դեֆիցիտը եւ այլն, բայց հիմնականում սկսում են պետական ամրությունների, դա անգլերեն ասում են resilience, դրանց թե որքանով որ ձևավորված են ու երկրորդը որքանով որ ամուր են։ Բայց առաջի գործոնի հետ կապված էլ ցավոք երկրի գործերը արդեն վատ են, որովհետև բյուջեի դեֆիցիտի մասին նախորդ տարվա արդեն գիտենք եւ այն տնտեսական օգուտները, որ այդ վերարտահանում կոչվածից ստանում էինք, արդեն իրենց զգացնել են տալիս բացասական իմաստով։ Պարոն Ադոնց, Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնալու է Մոսկվա, ինչ ակնկալել այդ այցելությունից։ Գիտեք, շատ եմ լսում այդ այցելության մասին, հա, եւ աչից եւ ձախից։ Էհա գնում է, կան ֆորմատներ, օրինակի համար միջազգային, հա, կամ ռեգիոնալ ֆորմատներ, օրինակ ԱՊՀ-ն, կամ Եվրասիական տնտեսական միությունը, հա, որոնց անդամ երկրների ղեկավարներին բոլորին հրավիրել են մայիսի 9-ին մասնակցել Կարմիր հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը, տվյալ պարադում Շքերթին, հա։ Հիմա Եվ հրավիրել են իհարկե Հայաստանի Հանրապետության վարչապետին, որը որ հանդիսանում է այդ թե Հայաստանը հանդիսանում է թե ԱՊՀ-ի անդամ, թե Եվրասիականի անդամ եւ թե դե յուրե հապկի անդամ, հա, այսինքն հրավիրել են, ցուցակը կա, մինուս պլյուս չեն անում, այսինքն ամբողջ ցուցակին հրավիրում են։ Հիմա դա կլինի միայն Կարմիր հրապարակում մասնակցություն եւ վերջ, որտեղ այնտեղ ներկայանալու թե Չինաստանի նախագահ, թե Հնդկաստանի, թե այլ երկրների, թե ինչ որ հանդիպումներ կլինեն եւ չեմ կարծում, որ կլինեն այնպիսի մի հանդիպումներ, որոնք որ օրակարգ ունենան Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները քննարկելու, որոնք ես նկատում եմ հայ-ռուսական հարաբերությունները այսօր ապրում են, կարծում եմ վերջին գոնես վերջին 34 տարվա ընթացքում ապրում են իրանց ամենաբարդ ժամանակաշրջանը։ Տեսակետ կա պարոն Ադոնց, որ Փաշինյանը կրկին կփորձի հայացք ուղղել դեպի հյուսիս, եւ եթե նաեւ հաշվի առնենք, որ վերջին շրջանում ըստ չհերկված տեղեկությունների հրահանգ է իջեցվել նաեւ պետական ապարատին, կամուրջները չայրել Ռուսաստանի հետ հակառակը վերականգնել, ակտիվացնել շփումները, այս առումով իշխանությունը կարող է իր երկարակեցության հույսերը փորձել կապել Մոսկվայի հետ, հաշվի առնելով տարածաշրջանում նրա վերականգնվող դիրքերը։ Պետք է միանշանակ ասեմ, որ արտաքին քաղաքականությունում մանիպուլյացիաները չեն ներվում, հա, մեկ անգամ ոչինչ, հա, բոլորը խելացի մարդիկ են, հա, հասկանում են։ Երկրորդ անգամից սկսած արդեն չի ներվում։ Հիմա եթե մենք կամ Հայաստանի իշխանությունները փորձեն, այսպես հայացք նորից ուղղել դեպի հյուսիս եւ փորձել դրա մեջ գտնել ինչ որ իշխանությունը պահելու կամ իշխանություն մնալու, ապա դա չի ստացվի, որովհետեւ շատ քայլեր, շատ հետեւական ձևով սկսած նոյեմբերի 9-ի արձանագրությունից, որը ստորագրվել էր Մոսկվայում եւ որը սպամվեց Պրագայում, կամ այսպես ասեմ, ոտքերը ձեռքերը կտրեցին, բայց դեռ շնչում է այդ նոյեմբերի 9-ի արձանագրությունը, վերջացած ԵՄ անդամակցության մասին օրենքն ընդունելով շատ ընթացքում բաներ եղան, հա, էլ որևէ կերպ չես կարող որևէ մեկը իշխանական շրջանակներից չի կարող ասել, որ Ռուսաստանի հետ մենք մեր հարաբերությունները գիտեք, այսպես դրական դաշտի մեջ են, զարգացող են, ոչ, հայ-ռուսական հարաբերությունները ապրում են խորը, շատ խորը ճգնաժամ։
Սրան զուգահեռ բայց դա չի նշանակում, բացարձակ չի նշանակում, որ դրա հաշվին Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման կամ հաշվին պետք է վատացնել հարաբերությունները Արևմուտքի, Եվրոպայի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու հաշվին պետք է պահել կամ բարելավել հարաբերությունների որակը Եվրոմիության կամ Ամերիկայի քաղաքականությունը կարծես դրան էր, չէ՞, միտված հակառուսականության այն շքերթը, որ տեսնում էինք, փորձեր արվում դեպի արևմուտք գնալով միգուցե դա հնարավոր է անել այն երկրներում, որոնք չունեն այն աշխարհաքաղաքական միջավայրը, որ ունենք մենք։ Միգուցե ենթադրենք Մերձբալթյան երկրները, որոնք որ սովետական միության փլուզումից հետո անմիջապես այն մեջքով կանգնեցին Ռուսաստանին եւ գնացին դեպի ՆԱՏՕ, Եվրոպական միություն կամ այլ եվրոպական սոցիալիստական ճամբարի նախկին իհարկե երկրները մեր պարագայում մենք այդ իրավունքը չունենք որևէ ճամբարին, այսպես ասած, հակադրվելու, հա, այդ ճամբարներից մեկը միգուցե ավելի ռազմավարական է, ավելի մեծ նշանակություն ունի, ավելի աշխարհագրարային մոտ է, մյուսը ավելի հեռու է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեկի հետ լավանանք, մյուսի հետ վատանալու հարաբերությունը հաշվին։ Սա պրիմիտիվիզմի բարձրագույն աստիճանն է, որը որ մեր պարագայում Հայաստանի Հանրապետության պարագայում միայն վնասում է մեր անվտանգությունը եւ անվտանգային օրակարգը։ Եվ ռուս-հայկական վատացած հարաբերությունների ֆոնին ստացվում է, որ մենք չունենք նաեւ բարելավված կամ ինչ-որ նոր մակարդակի բարձրացված հարաբերություններ, օրինակ Միացյալ Նահանգների հետ եւ Եվրամիության հետ։ Ես պիտի ասեմ, որ այո, դա այդպես է, մենք Եվրոմիության հետ ունենք այն սեպան, այն համաձայնագիրը, որը որ ստորագրվել էր տարիներ առաջ, որի իրականացումը կամ implementation մոտավորապես 50-40, նույնիսկ ավելի քիչ տոկոսով է կյանքի կոչվել կամ իրականացվել, բայց չնայած դրան մենք արդեն օրենք ենք ընդունում Եվրոմիության անդամակցելու ուղղությամբ, մի քիչ չի համապատասխանում իրար, մենք չունենք Եվրոպական միության հետ վիզաների ազատականացված ռեժիմը, կարծես թե երկխոսությունը այդ հարցով սկսվեց Եվրոմիության հետ, երբ որ ասում եմ երկխոսություն, դա նշանակում է բանակցություններ, որոնք կարող են տևել 1 տարի, կամ կարող են տևել 7 տարի կամ 5 տարի։ Նախարարը Հայաստանի նշել է, որ առաջիկա տարիներին ամենայն հավանականությամբ այդ մասով արդյունք չի լինի։ Դե հիմա սա այն մաքսիմումն էր, որը Եվրոմիությունը կարող էր տալ Հայաստանի Հանրապետության իշխանություններին այսօրվա, որպեսզի ցույց տալու համար, որ այնուամենայնիվ Եվրոմիության հետ կա պրոգրես, որովհետև մեր քաղաքացիներին համար, հա, դա է կարևոր։ Իհարկե կարևոր է, իհարկե, հենց դա է կարևոր, դա է շոշափելի։ Թե չէ մնացածը, թե դատարանը ինչ որոշում ընդունեց, թե դատական համակարգը օբյեկտիվա թե օբյեկտիվ չի, կոռումպացված է թե կոռումպացված չի, այն պարզ քաղաքացու համար շոշափելին դա է։ Եվ միևնույն է մեկ մարդ է հրահանգները տալիս, այն էլ SMS-ով, պարոնadonց դե դա փաստն է, եւ վերջում կրակոցները չեն դադարում սահմանին, Սյունիքում շարունակում են մարդիկ կրակոցներ լսել, թիրախավորվում են բնակելի տներ, Ադրբեջան այս մարտավարությամբ ինչ խնդիր է լուծում, իդեպ նաև այսօր անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, ինֆորմացիա չկա, գիտենք միայն, որ քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Գիտեք, այսօր մեր արտաքին քաղաքական եւ անվտանգությանը վերաբերող մարտահրավերները այնքան շատ են, որ այդ անվտանգության նիստերը կարելի է շաբաթը 2-3 անգամ անցկացնել առնվազն։ Հա հիմա չեմ կարող ասել, կարդացել ենք միայն, որ տեղի է ունեցել այս նիստը, հա, չեմ կարող ասել, միգուցե այդ կրակոցների պատճառով, միգուցե
ինչ-որ գործընթաց կա, որը որ ենթադրում է սահմանազատում, դելիմիտացիա եւ դեմարկատ, չեմ կարող ասել։ Ինչ կարող է լինել, կարող է Թուրքիայի հետ կապված ինչ-որ հարցեր կան, չեմ կարող, որովհետեւ հիմա մասնավորապես ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ Թուրքիային, սենյակը այդ բանակցային, հա, եւ ինֆորմացիան այնքան փակ է եւ այնքան փակ դռների տակ է, ներքո է, որ այսպես նույնիսկ հին լեզվով ասած մուշտարու աշկով նայում ես, ինչ որ բաներ փորձում ես այնուամենայնիվ գտնել, բայց պարզ մարդու համար իհարկե ոչ։ Ես այն կարծիքին եմ, որ այդ կրակոցները չեմ ուզում ասել կշարունակվեն, որտեվ միտքը արդեն սխալ է, առողջ միտք չէ, բայց այնուամենայնիվ կկրկնվեն այդ կրակոցները շատ պատճառների արդյունքում, պատճառներից մեկը, որ հայ-ադրբեջանական բանակցությունները տեղի ունենում 1+1 ֆորմատով, այսինքն տետ-ա-տետ ֆորմատ առանց միջնորդի, սա հաշվի առնելով այսօրվա վստահության մակարդակը, որակը, հարաբերությունների եւ ընդհանրապես տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության տարածաշրջանում մեր ռազմական հնարավորությունները հաշվի առնելով, այսինքն այս տետ-ա-տետ ֆորմատը ամենաանարդյունավետ ֆորմատը եւ դրա վրա պնդում է այդ ձևաչափի վրա պնդում է Բաքուն եւ համաձայնվում է Երևանը։ Սա որևէ պայմանավորվածություն, որ լինում է այս իրավիճակում, հա, կոնֆլիկտային իրավիճակում, անվստահության միջավայրի շրջանակներում, այնուհետև պետք են միջնորդներ, որոնք թե ֆիքսում են այդ պայմանավորվածությունները եւ թե օգնում են այդ պայմանավորվածությունների ձեռքբերման process-ին եւ հետո հետեւողական այնուհետև օգնում են, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Այսինքն որոշակի երաշխավոր դեր։ Հա, որ իհարկե։ Հիմա դրա այդ ֆունկցիաները կատարում Մինսկի խումբը, որի, այսպես ասած, թաղմանարարության վրա կամ մասին պնդում է նաև նորից Բաքուն, հա։ Եվ Երևանը համաձայն է։ Սա իհարկե վախենալու է։ Ես չեմ ասի միայն Մինսկի խումբն է, որ Մինսկի խումբն էլ այնուամենայնիվ դարձել էր մեր անվտանգային օրակարգի, որը բավականին բազմաշերտ էր։ Մենք հիշեցինք ցեղասպանությունը, բայց մինչև այդ կար Մինսկի խումբը եւ այլ մեր բանակը, մեր հզորությունները գործակցությունը եւ այլն, բայց ՀԱՊԿ-ի անդամակցությունը Մինսկի խումբն է այդ շերտերից մեկն էր, որովհետև Մինսկի խումբը անունը Մինսկ է, բայց եթե նայենք խորանանք աշխարհագրությանը, ապա դա Ռուսաստանն, Ամերիկան եւ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, այսինքն եւ Եվրոպան էին, հա։ Այն ինչ որ տեղի էր ունենում հայ-ադրբեջանական օրակարգում, մասնավորապես անվտանգային հարցերով, անմիջապես այդ երկրները տեղյակ էին լինում, հետևում էին պրոբլեմներին, եթե ինչ-որ մի պրոբլեմատիկ իրավիճակ էր, որը կարող էր ունենալ ինչ-որ կուլմինացիա, փորձում էին զսպել եւ արվել է, քանի անգամ արվել է, քանիցս։ Սրա վերացումը հիմա կա եւս մեկ այլ ֆորմատ, 3+3 ֆորմատը, հա, 3 հարավկովկասյան պետությունները, Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Շատ լավ, դա էլ է ֆորմատ, բայց դա էլ չի աշխատում այս պարագայում, այսինքն մենք եւ Բաքուն այտենց համաձայնվել ենք, նստենք երկուսով եւ հարցեր լուծենք, որևէ պրոգրես չի նկատվել մինչև հիմա, որևէ արդյունք չկա, իրավիճակը էլ ավելի լարվում է, նախապայմանների քանակը եւ որակը էլ ավելի բարձրանում են եւ սա անմիջապես անդրադառնում է մեր ներքինի վրա, որովհետեւ այն նախապայմանները,
որոնք վերաբերում են մեր ներքին քաղաքական սեգմենտին, դարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող կամ խոչընդոտող ինչ-որ մի բան, փորձում են մեզ ներկայացնել որպես ագրեսոր, որպես դեստրուկտիվ պետություն, ֆաշիստական պետություն եւ այլն, որը ոչ պարզ լեզվով ասած առնվազն ծիծաղելու է։ Եվ երևի պատկերացնելու չէր, չէ՞, որպես դիվանագետ ամենավատ երազում։ Մենք աշխատում ենք հակառակ ուղղությամբ։ Շնորհակալ եմ զրույցի համար, հարցազրույցին սպասեք երկուշաբթի։